2000 տարվա քրիստոնեության շրջանը եկեղեցին միշտ էլ վարդապետական եւ դավանաբանական մարտահրավերներ է ունեցել, challenges։ Սկսած առաջի դարից այն ժամանակ արդեն գոյություն ուներ գնոստիկական ուսմունքը, խնոսա, հունարեն, որ թարգմանաբար նշանակում է գիտելիք, եւ սա իրենից ինչ էր ներկայացնում։ Նրա մեջ ընդգրկել են քրիստոնեական հավատալիքներ եւ նաեւ դրա հետ միասին որպես բաղադրիչ բերել էին արևելյան ուսմունքները եւ շատ զորավոր պայման կար Աստծուն հասնելուց առաջ նախ հրեշտակներին պիտի պաշտեք, որից հետո երկրորդ փուլով հասնեք Աստծուն։ Սա հերձված ուղղություն է եւ առաջի դարում մանավանդ Հունաստան եւ եվրոպական մի շարք երկրներում այս գաղափարները շատ տարածված էր։ Եվ պատահական չէր, որ Կողոսացիս թղթի մեջ Պողոս Առաքյալը խիստ զգուշացում է անում, կարդում ենք Կողոսացիս 2-րդ գլուխ 8 համարը հետևյալն է ասում. Զգուշացեք, չլինի թե մեկը ձեզ գերի դարձնի փիլիսոփայությունով, փուչ խաբեությունով, որ մարդկանց ավանդության պես է եւ աշխարհի սկզբունքների պես եւ ոչ թե Քրիստոսի վարդապետության պես։ Այս ուսմունքը իր մեջ փիլիսոփայություն ուներ։ Իսկ փիլիսոփայությունը վերացական մի բան է։ Իսկ լուծում, առաջարկում է լուծում, այո, լուծումը հետևյալն էր, 6-7 համարները նույն գլխի։ Ուստի, ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, այնպես քայլեք, արմատ կապած, նրա վրա շինված եւ հավատքի մեջ հաստատված, ինչպես սովորեցեք անոր մեջ աճեցեք գոհությունով։ Ինչպես Քրիստոսը սովորեցիք, նրա մեջ հաստատկեցեք։ Թող աճից ձախից եկած գաղափարները ձեզ չխոտորեն։ Ամբողջ պատմության ընթացքում եկեղեցու մոլորեցուցիչ, հերձվածող, քայքայիչ վարդապետություններ միշտ էլ եկել են, ձախողել են, բայց մենք պարտավոր ենք մշտապես զգուշացնել, որովհետև Աստծո խոսքն է զգուշացնում։ 19-րդ դարում երկու քայքայիչ աղանդներ մեջտեղ եկան, սատանան հանեց, Եհովայի վկաները եւ մորմոնները։ Սրանք մեծ տարածում ունեցան ամբողջ աշխարհում եւ ցավոք սրտի պիտի ասենք նաեւ մեր հայրենիքում Հայաստանում։ Սրանք մտան քրիստոնեական ծածկոցի տակ, ամբրելայի։ Մենք էլ ենք քրիստոնյա, տեսեք նույն գիրքն ենք մենք գործածում, բայց այդպես չէ։ Նրանց դավանությունը խոտորյալ դավանություն է եւ հերձվածողություն է, heresy։ Նրանք ուրանում են Քրիստոսի աստվածությունը։ Օրինակ, Եհովայի վկաները ունեն իրենց Սուրբ գրքի թարգմանությունը, որ կոչվում է նոր աշխարհի թարգմանություն, եւ նրա մեջ այն բոլոր համարները, որոնք Քրիստոսի աստվածությանն են վերաբերվում, խեղաթյուրված է։ Մորմոնները բացի Սուրբ գրքից, որ շղարշ է իրենց ձեռքին, ունեն իրենց գիրքը, մորմոնի գիրք, որ դա եգիպտական հին գրություններ են, իբրև թե մարգարեություններ են։ Ուրեմն այս աղանդները գործում են եւ մենք պետք է միշտ զգուշանանք ձեր դռները երբ որ թակում են ներս գալու համար թույլ մի տվեք, որովհետեւ նրանք գայլեր են ոչխարի մորթով, որ գալիս են ձեր հավատքից գցեն։ Ներկա ժամանակների մեջ գործող նաեւ աղանդներից Christian Science, Scientology եւ շատ ու շատ նմանատիպ աղանդներ կան։ Գաղատիայի եկեղեցում մի խնդիր էր առաջացել, խնդիրը հետևյալն էր, գաղատացիները ընդունել էին Քրիստոսի շնորհքը, այդ շնորհքով փրկված էին, ուրախ էին, սակայն հրյամիտ անձեր են եկել, ասելով, որ մի վարքյան, միայն շնորհքով չեք կարող փրկվել, դուք պետք է նաև օրենքը պահեք, որովհետև օրենքը Աստված տվեց Մովսեսին, ուրեմն աստվածային է, չէ՞։ Ինչպես եք դուք այդ օրենքը մերժում։ Սակայն Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ օրենքը մեր դաստիարակը եղավ, մեզ Քրիստոսին բերելու։ Օրենքը վեր է հանում մեղքը եւ մեզ մղում է, որ մենք փրկչին գնանք։
Այն ժամանակ, երբ որ իմացանք մեղավոր ենք, Քրիստոս փրկիչ է, մենք նրան մեր կյանքերի մեջ ընդունեցինք եւ մենք Աստծո որդիներ դարձանք, մեր մեղքերին թողություն եղավ։ Ներկա ժամանակների մեջ էլ այդպիսիները կան, ովքեր որ շնորհքի հետ միասին պարտադրում են օրենքը։ Շնորհք գումարած օրենք իրար հետ չի կարող առաջանալ, որովհետև օրենքը եւ շնորհքը իրար հակառակ են։ Երկուսն էլ Աստծո կողմից են, սակայն մեկը սպանում է, մյուսը ապրեցնում է։ Այսօր էլ կան այդպիսիները եւ նրանք իրենց անվանում են հետեւյալ ձևով. ես քրիստոնյա եմ։ Նաեւ հաղորդումներ են պատրաստում այս անվան տակ, ես քրիստոնյա եմ, զգուշացեք։ Շատ խորամանկ ձևով ձեզ պարտադրում են օրենքը, այդ թվում ամենամեծը նրանց պատկերացմամբ շաբաթը սուրբ պահելու պարտադրանքը, որ Աստված մեզ դրանից ազատել է։ Գաղատացիս առաջի գլուխ եւ 8-9 համարներում կարդում ենք հետեւյալը։ Պողոս առաքյալը հետեւյալն է ասում. Եթե մենք կամ երկնքից հրեշտակ գա, ավետարանե ձեզ, սրանից տարբերը, որ մենք ավետանեցինք ձեզի, նզովյալ լինի։ Ինչպես առաջսինք, հիմա էլ նորեն կսենք, եթե մեկը ձեր ընդունածից ուրիշ ավետարան քարոզելու լինի ձեզ, նզովյալ լինի։ Այսօր ձեզ պիտի ներկայացնենք մեկ ուրիշ ավետարան։ Եվ այդ ավետարանը փոքրատառով է։ Շինծու մի ուսմունք, որ ներկա ժամանակների մեջ մեծ ժողովրդականություն է վայելում եւ տարածվում է բավական արագ ձևով, այս նյութը պիտի ասեմ, որ հասունացավ ուղակի եւ սրա անհրաժեշտությունը կար անհետաձգելի, որ այս մասին խոսենք։ Բարգավաճման ավետարան, Gospel of Prosperity, Евангелие процветания и благосостоятельной жизни, որ նշանակում է ավետարան բարգավաճման եւ բարիկեցիկ կյանքի։ Եվ շատ խորամանկ ձևով այն մատուցում է մարդկանց եւ մարդիկ ընդունում են ուրախությամբ։ Ավետարանը ինչ է նշանակում։ Բարի լուր։ Որն է այդ բարի լուրը, որ Աստված մարմնով հայտնվեց, որ Աստված մարդկության համար իր կյանքը զոհեց, Հիսուս Քրիստոս իր կյանքը տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք, առաջարկում է ավետարանը, մեզ մղում է, որ ապաշխարենք եւ Քրիստոսին ընդունենք որպես Տեր եւ Փրկիչ։ Եվ այն օրը, երբ որ մեռելների հարությունը լինի, այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, մեզ էլ հարություն առնել պիտի տա։ Սա է բարի լուրը։ Ինչ է իրենից ներկայացնում բարգավաճումը։ Այն քննելուց առաջ մի փոքր դրա հեղինակի կամ հեղինակներից մեկի մասին խոսենք, անխոնջ հիմնադիրներից։ Նրա անունը Ուլֆ Էկման է։ Շվեդացի, հետևորդը Քենեթ Հագնի, որ այս անձնավորությունը սարսափելի հերձվածող հավատալիքներ ուներ, եւ Էկմանը կարողացավ եկեղեցիներ հիմնել Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Ալբանիայում, Իսրայելում, Հնդկաստանում։ Լավ է, չէ՞։ Հա։ Որքան եկեղեցիներ, մանավանդ այլակրոն երկրներում, Ադրբեջանում։ Բայց լավ լինելը շատության մեջ չէ։ Լավ լինելը ճշմարտության մեջ է։ 2004 թվականին կապերը խզում է New Generation նոր սերունդ եկեղեցու հետ վարդապետական խորը տարաձայնությունների պատճառով։ Ուլֆ Էկմանը հանդիսանում էր հոգևոր հայր։ Լավ, կոչում են, թող կոչեն, հոգևոր հայր։ Այսօր հոգևոր դաշտի մեջ հոգևոր հայրեր շատ կան, բայց նաև կոչվեց հովիվների հովիվ։ Սա Քրիստոսի փառքը հափշտակել է։ Միակ մեկը, որ հովիվների հովիվ է, Հիսուս Քրիստոս է։ Մարդու վրա այսպիսի տիտղոս չի կարելի դնել։
2014 թվականի մարտի 9-ին Էկմանը հայտարարեց, որ լքում է այդ մեծ հարանվանությունը աշխարհի տարբեր անկյուններում հաստատված եւ միանում է որ եկեղեցուն կաթոլիկ եկեղեցուն հարանվանության բոլոր հավատացյալները ցնցված էին։ Սա նշանակում է այս անձնավորությունը հաստատուն հավատալիքներ եւ դավանաբանություն չի ունեցել, այլապես ցածկ կատարել մի տեղից մյուս տեղ այդքան իրարից տարբեր եւ արդարացումը այդ բանի, որ ինքը կատարեց, հետեւյալն էր, որ 2014 թվականի փետրվարին մասնակցել է Քենեթ Քոփլանդի առաջնորդների կոնֆերանսին։ Քենեթ Քոփլանդ եզակի սուտ մարգար է, եզակի այնպիսի հավատալիքներ ունի, որ սարսափելի է։ Օրինակ իր վերլուծություններից մեկը հետեւյալն է, որ Աստված մարդուն իր պատկերի եւ նմանության պես ստեղծեց, նշանակում է Աստված մարդու նման է։ Եթե մարդու նման է, 2 մետրանոց հաղթանդամ մեկն է Աստված։ Եվ այսպիսի հերձվածողություններ, ավելի շուտ այսպիսիները գուշակներ են։ Եվ սրանք գիտեք ինչ են կոչվում, գեներալներ։ Նորից Քրիստոսի փառքի գողություն։ Բոլոր հավատացյալները, ով էլ որ լինի, նրանք բոլորը զինվորագրված են Քրիստոսին, զինվորներ են այդ դաշտի մեջ։ Մեկ գեներալ ենք ճանաչում եւ նա ունի գեներալի բազմաթիվ սիմուսներ։ Նրան ինչ է? Հիսուս Քրիստոս։ Գեներալներ։ Ով եք դուք? Գեներալներ, սուտ մարգարեներ եք դուք։ Ուլֆ Էկմանին հայտնություն է տրվել այդ կոնֆերանսի ժամանակ, որ ինքը պիտի միանա կաթոլիկ եկեղեցուն։ Եվ խոստովանել է հետևյալը, որ ինքը կարդացել է կաթոլիկ եկեղեցու կատեքիզմը, նրանց դավանաբանության գիրքը, եւ եկել է այն եզրակացության, որ դա իր կյանքի մեջ կարդացված ամենալավագույն գիրքն էր։ Եվ այդ գրքի մեջ գիտեք ինչ էր կա։ Խավարան, որ մարդուն տրվում է երկրորդ հնարավորություն, լիմբո երեխաների համար նորից երկրորդ հնարավորություն, որ այնտեղ փրկությունը ներկայացված է նաև բարի գործերով, եթե չանես չես փրկվի։ Սուրբերի ոչ միայն բարեխոսություն, նաև պաշտամունք, արձաններ եւ այլ ամեն բաներ։ Եվ Էկմանը այս գիրքը համարել է իր կյանքի մեջ կարդացված ամենալավագույն գիրքը։ Հիմա մենք անցնենք բարգավաճման ավետարանի հավատալիքներին։ Եվ որպիսի ակնառու ձևով ցույց տանք այդ հավատալիքների ճղճիմ լինելը, այն համատության մեջ պիտի դնենք փրկության ավետարանի հետ։ Եվ այսպես, փրկության ավետարան եւ բարգավաճման ավետարան։ Փրկության ավետարանում Հիսուս Քրիստոս է նրա անձը կատարած գործը։ Բարգավաճման ավետարանում Հիսուս անվան մեջ երկու էսերը դոլարի նշանով են ներկայացված։ Դա նշանակում է ինչ է սա? Բիզնեսային պրոջեկտ է։ Եվ հիմա անցնենք հավատալիքներին։ Փրկության ավետարանը զգուշացնում է մեղքի, դատաստանի եւ դժոխքի մասին։ Տեր Հիսուս ավելի շատ դժոխքի եւ դատաստանի մասին խոսեց, քան թե երկնքի մասին, քան թե դրախտի մասին։ Որպեսզի մարդիկ զգուշանան, որպեսզի մարդիկ իրենց ընտրությամբ այնտեղ չգնան։ Եվ խոստացավ Տեր Հիսուս, երբ որ երկինք էր գնում, Սուրբ Հոգին ղրկել։ Ինչու համար, ահա տեսեք։ Հովանու ավետարան 16-րդ գլուխ 7-ից 11 համարները։ Բայց ես ճշմարիտ եմ ասում ձեզ, աղեք է ձեզ, եթե ես գնամ, քանզի եթե ես չգնամ, մխիթարիցը ձեզ չի գա, բայց եթե երթամ զանիկա ձեզ պիտի ղրկեմ, եւ ինքը երբ որ գա, աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար եւ արդարության համար եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որ ինձ չեն հավատում, արդարության համար, որ ես իմ հորս քով կերտամ եւ ինձ այլևս չպիտի տեսնեն, եւ դատաստանի համար, որ այս աշխարհի իշխանը
դատապարտված է։ Ահա Սուրբ Հոգու գործը երկրի վրա աշխարհին հանդիմանելու մեղքի դատաստանի համար։ Տեր Հիսուս հրեաների հետ երբ որ խոսակցում էր, հետևյալ ասաց, Հովհաննես 8-րդ գլխում է սա, 21-24 համարները։ Ես կերտամ, ու ինձ պիտի փնտրեք, եւ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք։ Ուր որ ես կերտամ, դուք չեք կարող գալ։ Սրա վրա հրեաները կասեին. միթե ինչ իրեն պիտի մերցնե, որ կսե թե ուր որ ես կերտամ, դուք չեք կարող գալ։ Ըսավանոց, դուք վարեն եք, ես վերեն եմ, դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ։ Սրա համար ձեզ ասի թե ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք, վասզի չհավատացիք, թե ես նա եմ, ուրեմն ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք։ Նույն բանը 2000 տարի է, ավետարանը դավանում է։ Համայն մարդկությանը, եթե չհավատակ, որ Քրիստոս այն Աստվածն է, որ փրկության համար աշխարհ եկավ եւ իր կյանքը խաչի վրա զոհեց, իր թանկագին արյունը թափեց, եթե չհավատակ այս իրողությանը եւ չընդունեք ձեր կյանքերի մեջ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք։ Ինչ է ասում Բարգավաճյան ավետարանը այս կապակցությամբ։ Երբեք բացասական ոչինչ, նեգատիվ ոչինչ չի ասում։ Հանկարծ չլինի, որ մեղքի դատաստանի դժոխքի մասին որ խոսեք, մարդիկ անհանգիստ լինեն։ Եվ դա պատճառ լինի, որ այլևս եկեղեցի չգան։ Ուրեմն մարդկանց եկեղեցու մեջ պահելը մարդկային խորամանկության արդյունք պիտի լինի, հա։ Եթե Սուրբ Հոգին մեկին եկեղեցում չպահեց, ինչ ուզում է սարա, անկարելություն է նրա եկեղեցում մնալը։ Երկրորդ Տիմոթեոսին գրված նամակում, Երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 3-ից 5 համարները հետևյալն է ասում. որովհետև ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն։ Այդ ողջամիտ վարդապետությունը հիմնված է Քրիստոսի կատարած գործի վրա եւ նաեւ դատաստան, մեղքերի թողություն, դժոխքը եւ այս ամեն բաները։ Հապա հաճելի բաներ լսելու մարմանջով positive միայն իրենց ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց եւ ճշմարտությունից իրենց ականջը պիտի դարձնեն եւ առասպելների ետևից պիտի երթան։ Այդ ամեն կարգի ես Աստծուց հայտնություն ունեցա։ Տեր ինձ ասա, որ ասեմ հետեւյալը։ Մեկ ասաց, որ իմ հայտնությունը, որ ունեցա Աստծուց, ամբողջ հայ ազգի համար է։ Մի կին էր։ Եվ ասի դու կարծում ես, որ այնքան արժանի մեկն էր, որ Աստված քեզ ընտրեց, որ համայն հայության համար դու հայտնություն բերես։ Նոր հայտնություններ չկան։ Աստծո խոսքը ամբողջացած է, կնքված է, նրա մեջ անցյալը, ներկան եւ ապագան, միջև հավիտենականություն ամեն բան սրա մեջ կա։ Եթե մենք ուզում ենք աստվածային հայտնություններ ունենանք, այն մեզ պիտի տրվի միայն Աստծո խոսքի միջոցով եւ Սուրբ Հոգու զորությամբ։ Փրկության ավետարանը հետեւյալն է ասում եւ ատում է եւ այս ավետարանը ատվում է անհավատների կողմից։ Այո, երբ որ մարդուն ասում ես դու մեղավոր ես, փախնում է դրանից։ Ես եմ մեղավոր, ինձանից արդար մարդ կա, անգամ մրջունի վրա չեմ տրորում։ Բոլորին լավություն եմ անում, ազգից լավություն եմ անում։ Ով ուզում ես եղի։ Գնա, եկեղեցիներ սարքի, ինչ ուզում ես սարա, եթե Քրիստոսը չունես, մեղքերիդ մեջ մեռած ես։ Եվ Տեր Հիսուս Հովհաննես 15-րդ գլխի մեջ հետևյալ ասաց, կարդանք Հովհաննես 15-18-21 համարները։ Եթե աշխարհը ձեզ ատե, իմացեք, թե ձեզանից առաջ ինձ ատեց։ Եթե աշխարհեն եղած լինեիք, աշխարհը իրեններին սիրում է, բայց որովհետև աշխարհից չեք, հապա ես ձեզ աշխարհից ընտրեցի, սրա համար է, որ աշխարհը ձեզ ատում է։ Մտքերնիդ բերեք այն խոսքը, որ ձեզ ասի թե ծառան իր տիրոջից մեծ չէ։
Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ պիտի հալածեն, եթե իմ խոսքս պահին, ձերն ալ պիտի պահեն, բայց այս ամեն բաները պիտի ընեն ձեզ իմ անվանս համար, որտև չճանաչեցին զիս եւ զիս ղրկողին։ Այո, անհավատների կողմից պիտի ատվի այս ավետարանը, առաջի Հովանու 3:19-ում Հովանես առաքյալը նույնն է գրում, մի զարմացեք եղբայրներ, եթե աշխարհը ձեզ ատե, որտև մեզանից առաջ մեր Տիրոջը ատեցին այս բանի համար։ Մարդիկ միշտ ուզում են լավ բաներ լսեն։ Այն բաները, որ նրանց անձը խոցում է, չեն ուզում լսեն։ Բարգավաճման ավետարան սիրվում եւ ընդունվում է բոլորի կողմից, ոչ միայն հավատացյալներ, այլ նաեւ անհավատների կողմից, որտեղ նրանց խոցող ոչինչ չկա, անհանգիստ անող ոչինչ չկա։ Եվ Տերը Ղուկասու 6:26-ում ասում է հետևյալը. Վայ ձեզ, երբ մարդիկ ձեր վրայով աղեք խոսեն, վասնզի իրենց հայրերը այդպես էին անում սուտ մարգարեներին։ Այո, մարդիկ չպետք է կարողանան Աստծո ճշմարիտ խոսքը լսեն։ Անգամ իրենց նստած տեղից պիտի ելնեն ու դուրս գնան։ Փրկության ավետարանը ատում է մեղքը եւ բացահայտում է ճշմարտությունը։ Սաղմոս 97:10 Ով Տիրոջը սիրողներ, չարությունը ատեք։ Այո, մեր մեղքերին թողություն եղավ եւ մենք պարտավոր ենք մեղքը ատել, որտեղ մեր երկնավոր հայրը ատում է մեղքը, որտեղ նրանք ովքեր որ հավատքի եկան, Տիրոջի եկան, սրբության կյանքի են կանչված, չեն կարող ապրել, քայլել այնպես, ինչպես անապաշխար ժամանակ։ Այլապես, եթե նույն ձևով են քայլում, չեն ապացուցում իրենց ճշմարիտ ապաշխարած լինելը։ Առակաց 8:19 ասում է. Տիրոջ վախը, չարությունը, մեղքը ատելն է։ Եվ Հովանու 8-րդ գլուխ 31-32 համարներ, բազմաթիվ այսպիսի համարներ կան։ Եթե դուք իմ խոսքիս մեջ մնաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք, եւ ճշմարտությունը պիտի իմանաք, եւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Ճշմարտությունը գաղափար չէ, ճշմարտությունը անձ է։ Հիսուս ասաց. Ես եմ ճշմարտությունը։ Տեսնենք այս կապակցությամբ բարգավաճման ավետարանը մեզ ինչ ասում։ Բարգավաճման ավետարանը երբեք չի ուղղում մեղքերի համար։ Եվ ասում են, չէ՞ որ Հիսուս ասաց դուք ազատության եք կանչված, չէ։ Ուրեմն այդ կատարյալ ազատությունը վայելենք։ Բայց նաև այդ խոսքի հաջորդ մասը ասում է, ձեր ազատությունը մարմնի ցանկությունների պատճառ թող չլինի։ Իսկ նրանք ասում են, կարևորը հավատա։ Դրանից հետո ինչպես կապրես, կարևոր չէ, միայն հավատա։ Սա խաբեություն է, որտեղ մենք պատասխանատու ենք մեր գործերի, մեր ապրած կյանքի եւ ընթացքի համար Տիրոջ առջև պատասխան պիտի տանք։ Փրկության ավետարանը քարոզում է Աստծո սերը եւ անպայման արդարությունը։ Այն արդարությունը, որ մենք ստացանք Քրիստոսով, որտեղ մարդկային արդարությունը աղտոտ մի բան է, Քրիստոսով արդարացանք եւ նաեւ մեր արդարության գործերը։ Մենք կանչված ենք նաեւ արդարության մեր կյանքերի մեջ։ Մենք Աստծո սիրո համար փառք ենք տալիս Տիրոջը եւ ամեն օր ենք փառք տալիս, որտեղ այդ սերը այնքան մեծ էր։ Մեր փրկության համար Աստված իր միածինին զոհեց, այդքան որ սիրեց ինձ եւ քեզ։ Նաեւ առաջի Հովանու 2:29-ն ասում է. Նա որ արդարություն կգործի, Աստծուց ծնված է։ Ուրեմն մեր հավատքի կյանքն էլ պիտի ապացուցի, որ մենք այդ ծնունդը Աստծուց ունենք։ Հռոմեացիս 6:13 Ձեր անդամները մեղքի մի ընծայեք, անիրավության գործիք լինելու, հապա ձեր անձերը Աստծուն ընծայեք, որպես թե մեռելներից ողջացած, եւ ձեր անդամները արդարության գործիք Աստծու։
ամեն արդար գործի հեղինակը Սուրբ Հոգին է։ Երբ որ մենք տրվում ենք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին մեր միջոցով այդ արդարության գործերը անում է։ Ինչ է ասում Բարգավաճման ավետարանը այս կապակցությամբ։ Քարոզում է միայն սեր։ Միայն սեր։ Ինչ էլ որ անես, Աստված սեր է։ Մեղքեր գործեցիր, մեղքերի մեջ ընկար, մի հատ սորի ես ասում ես մի հատ ների անցար գնացիր, եւ այդպես շարունակաբար Քրիստոս դառնում է մեղքի պաշտոնյա, մեղքը գործեմ գնամ խոստովանում, գործեմ, բա միթե դու պիտի չաշխատես քո անձիդ վրա, որ այն մեղքերը, որ դյուրավ քեզ պաշարում են, դրանցից մի կողմ կենաս, այս մտայնությունը դուռ է բացում աշխարհիկ կյանքի եւ նաեւ անգամ անառակ կյանքի, որովհետեւ պատասխանատվություն մեկը չի կրում Աստծո առջև, responsibilities։ Այո, Աստված սեր է, բայց Աստծո սերը մենք չշահագործենք։ Աստված նաեւ արդար է, զգուշանանք, որ դրա մեր կատարածների հետևանքը չկրենք։ Փրկության ավետարանը բերում է բաժանում։ Վա ինչ վատ բան է, հա։ Բաժանում ընդհանրապես վատ բան է, չէ՞։ Բայց տեսնենք այս բաժանումը ինչպիսին է։ Կարդում ենք Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխը 34-ից 37 համարները հետևյալն է։ Մի կարծեք, թե ես երկրի վրա խաղաղություն բերելու եկա։ Խաղաղություն բերելու չեկա, հապա սուր։ Վասնզի եկա տղան իր հորից զատելու եւ աղջիկը իր մորից եւ հարսը կեսուրից։ Մանավանդ մեր հայության համար հարսը կեսուրից, կեսուրը հարսից։ Էսի ճավետարան է։ Մարդու թշնամիները իր ընտանիքը պիտի լինի։ Նա որ հայրը կամ մայրը ինձանից ավելի կսիրե, ինձ արժանի չէ։ Եվ նա որ իր տղան կամ աղջիկը ինձանից ավելի կսիրե, ինձ արժանի չէ։ Այն որ իր խաչը չի առնում իմ ետևիցս չի գալիս, ինձ արժանի չէ։ Ահա բացատրությունը։ Որ Հիսուսի զատ մեր կյանքերի մեջ մեկին ավելի չսիրենք, դա կարող է լինել մեր կողակիցը, մեր ծնողները, մեր զավակները, մեր թոռնիկները, ով ուզում է լինի։ Նրանց բոլորին էլ սիրենք, այո, մեր արունակիցն են, մեզ համար հարազատ են, բայց ամեն անձից առավել Հիսուս միայն։ Եվ այս բերած բաժանությունը նախ եւ առաջ գաղափարական բաժանություն է։ Աստված չի ասում, որ տունդ լքի եւ թող գնա, ոչ, եթե հնարավորությունը կա խաղ գոյակցության, այդ բանը արա։ Բայց եթե հավատքի պատճառով տան մեջ գալիս են տարբեր տեսակի գժտություններ եւ կռիվներ, ավելի լավ է, որ հերվից իրար սիրեք, հա։ Արեգակին պետք է հերվից նայել, կայրի եթե շատ մոտենաս։ Եթե հնարավորությունը կա մեկտեղ բնակվելու եւ խաղ գոյակցություն ունենալու, լավ է, բայց եթե հնարավորությունը չկա, դու երբեք Քրիստոսը չզոհես այդ բաների համար։ Ինչ է ասում Բարգավաճման ավետարանը։ Քաջալերում է միասնություն։ Տեսնում եք, իրենք ավելի լավ բան են առաջարկում։ Ինչ միասնություն է սա։ Սա փող զիջում է, compromise է։ Եթե ուզում եք իմանալ, փող զիջում էլ չէ։ Միակողմանի դու ես զիջում։ Որտեվ անհավատ մարդը երբեք իր աշխարհիկ սկզբունքները քեզ համար չի զիջելու։ Ինքը պիտի ուզի, որ իր ուզածով լինի մշտապես։ Ինչ է դուրս գալիս, որ դու ես զիջում եւ անverջ զիջում ես։ Եվ այդ կարգի հավատացյալները ինչպիսին են, եկեղեցում հավատացյալ են, եկեղեցուց դուրս ուրիշ բոլոր միջավայրներում անհավատին նման են։ Որտեղ պիտի աշխատի բոլորին դուր գա, որ միասնություն լինի, որ նրանց հետ էլ կարողանա գոյակցություն ունենալ։ Սա է։ Դրա համար այս կարգի հավատալի կամ վարդապետություն ունեցող եկեղեցիներում շատ հեշտությամբ մտնում են նաև, որովհետև քաջալերում են բիզնես աշխարհի աստղեր, entertainment
այդ շրջանակի մարդիկ բերում են եկեղեցիներ, այդ մարդիկ հավատք էլ չունեն։ Միայն կարող են Աստծո անուն տալ, բայց վերստին ծնունդ չունեն, մեռելների հարության չեն հավատում, բայց քանի որ իրենց համար լավ պայմաններ է ստեղծվում այնտեղ, իրենց ծառայում են եւ այլն, մտնում են այնտեղ եւ այդպես ծորեն, որում ամենը մեկտեղ, միասնություն, ոչ ավետարանը հստակ բաժանում է դնում եւ մենք դրանից չենք կարող փախնել։ Փրկության ավետարանը հրամայում է իշխանությամբ, որովհետև Աստված է խոսում։ Առաջի Հովանու 2-րդ գլուխ 15-17 համարներում այս հրամանը կա տրված։ Մի սիրեք աշխարհը, չի ասում, եթե հնարավոր է մի սիրեք, կամ մի բան արեք, որ այդ չսիրեք, սիրվելիք բան չէ։ Մի սիրեք, հրաման է արձակված։ Եվ աշխարհ, երբ որ ասում ենք, ի նկատի չունենք բնությունը, գեղեցիկ, բուսական, կենդանական աշխարհը, ծովերը, լեռները եւ այլն։ Մի սիրեք աշխարհը նշանակում է այս աշխարհի վրա հաստատված մեղսալից կյանքի ընթացքը։ Մի սիրեք։ Եվ ինչ որ աշխարհի մեջ կա, եթե մեկ աշխարհը սիրում է, նրա ներսիդին հոր սերը չկա։ Քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկություն, անձի ցանկություն եւ այս կյանքի հպարտությունը Աստծուց չէ, այլ սատանայից է։ Աշխարհն էլ կանցնի նրա ցանկությունն էլ, բայց նա որ Աստծո կամքը կկատարի, հավիտյան պիտի մնա։ Այս կարճատև ժամանակավոր կյանքիդ համար հավիտենականությունը մի զոհի։ Այս հրամանը կյանքիդ մեջ իրականացրու։ Ինչ է ասում բարգավաճման ավետարանը այս կապակցությամբ, ինչ հրաման, ինչ բան, միայն խորհուրդ, advice եւ աստվածային ճշմարտությունները վերցրած մարդկային մեկնաբանություններով, սուր ծայրերը կլորացնելով, սվաղելով, որպեսզի հանկարծ լսողները անհանգիստ չլինեն։ Իրենց ականջներին միշտ լավ խոսք կա, միշտ հաճելի բաներ հնչեն։ Երբեք մարդուն անհանգիստ չանես, որտեվ հանկարծ կթողի ու եկեղեցուց կգնա։ Փրկության ավետարանը զգուշացնում է կեղծ նշանների, հրաշքների մասին, հաստատում եւ բարձրացնում է Աստծո խոսքը։ Կարդանք Մատթեոս 12-րդ գլխի մեջ, Մատթեոս 12 38-ից 40 համարներում կարդում ենք հետևյալը։ Տեր Հիսուսին եկան եւ ասեցին. դպիրները եւ փարիսեցիները. Վարդապետ, կուզենք քեզանից մի նշան տեսնել։ Այդքան հրաշքները կատարվել էր, նորից նշան են ուզում։ Եվ Տեր Հիսուս պատասխան տվեց եւ նրանց ասավ. Չար ու շնացող ազգը նշան է ուզում, ուրիշ նշան չպիտի տրվի անոնց, բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Քանզի ինչպես Հովնան 3 օր եւ 3 գիշեր կետ զուգի փորի մեջ մնաց, այնպես որդին մարդոն պիտի մնա երկի սրտի մեջ 3 օր եւ 3 գիշեր։ Նշան եք ուզում, ահա ձեզ լավագույն նշանն եմ տալիս, ուրիշ նշան չպիտի տրվի ձեզ։ Սուրբ գրքի մեջ բազմաթիվ նշաններ, հրաշքներ տրվեց։ Մենք այս դարաշրջանի մեջ նշաններ պիտի փնտրենք, հրաշքներ պիտի փնտրենք։ Առաքյալների ձեռքով գերբնական նշաններ, հրաշքներ եւ բժշկություններ եղան։ Բայց գրված է. միթե ամենքը առաքյալ են։ Առաջի Կորինթացիս 12:29։ Չէ՞ որ միայն ընտրվածներն էին։ Եվ երկրորդ Կորինթացիս 12:12-ում ասում է. հիրավի ձեզ մեջ առաքյալի նշաններ եղան, սքանչելիքներով եւ զորություններով։ Առաքյալի նշան սա նշանակում է միայն տրված էր առաքյալներին։ Նրանցից հետո այդ նշանները դադարեցին, որովհետև դրա պետքությունը չկար, այլևս Սուրբ Գիրքը կազմված էր։ Մենք այդքան նշանները Աստծո խոսքի մեջ գտնում ենք։ Պիտի գանք ասենք, որ մի նշան ցույց տվեք, որ հավատանք։ Երանի բոլոր նրանց,
ովքեր որ չտեսած հավատում են եւ երբևէ որևէ տեսանելի բաների հետևից չեն գնում։ Ասում են, բա չէ որ գրված է Հիսուս 3 այսօր եւ հավիտյան նույնն է։ Այո, ճիշտ է եւ այդպես էլ կա եւ ասում ենք ամեն այդ խոսքին։ Սակայն Աստված դարաշրջանների ընթացքում տարբեր ձևով գործեց։ Այնինչ որ օրենքի շրջանին էր, շնորհքի շրջանին այդպես չի գործում։ Այնինչ որ նոր եկեղեցին հաստատման ժամանակ էր Տերը գործում, ներկա ժամանակներից մեջ այդպես չի գործում։ Իսկ բարգավաճման ավետարանի հետևողները հետևյալն են ասում, որ նրանք Աստծո խոսքից առավել գերադասում են նշանները եւ հրաշքները։ Գրված է, որ սատանան լուսավոր հրեշտակի նման կարող է հայտնվել։ Նշան եք ուզում, սատանան այնքան նշան բերի, որ ձեր գլուխները պտտվի։ Լուսավոր հրեշտակի նման կարող է հայտնվել։ Ունի այդ զորությունը եւ կարողությունը։ Եվ Մատթեոս 24:24-ում մենք կարդում ենք. Վերջին ժամանակների համար է սա գրված։ Վասնզի սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելեն ու մեծ նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան։ Աստծուց է։ Ասեք տեսնեմ, Աստծուց է սա։ Ոչ, սատանայից է։ Որ եթե կարելի լինի ընտրյալներին էլ մոլորեցնեն։ Ուրեմն վերջին ժամանակների մեջ այսպիսի բաները պիտի զորանան, մարդիկ իրենք պիտի ուզեն նշաններ տեսնեն եւ սատանան էլ ոմանց պիտի տան նրանց միջոցով պիտի գործվեն նշաններ։ Մեծ նեղության շրջանին սուտ մարգարեն երկնքից կրակ պիտի իջեցնի եւ բոլորը պիտի զարմանան։ Գործ Կարաքելոց 8-րդ գլխի մեջ Սիմեոն մոգը կար, որ ասում է այնպիսի զորություններ եւ հրաշքներ արեց, բոլորը զարմացան ասելով, որ սա Աստծո մարդն է, բայց պարզվեց, որ սատանայից էր այդ մարդը։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխի 9 համար անօրենի, այսինքն ների գալը սատանայի ազդեցությունով է, զորություններով, նշաններով եւ սուտ հրաշքներով չհավատանք որևէ բանի։ Մենք արդեն հավատացել ենք ճշմարիտին, Քրիստոսին։ Մենք պետք չունենք մեր հավատքը փորձի դնելու։ Սատանան մեզ շատ հեշտությամբ կխաբի։ Փրկության ավետարանը հրամայում է անձդ ուրանալ։ Մատթեոս 10-րդ գլուխ 38-39 համարները։ Նա որ իր խաչը չի առնում եւ իմ ետևից գալիս, այդպես ասաց Տեր Հիսուս, ինձ արժանի չէ։ Նա որ իր անձն է գտնում, այսինքն փնտրում է իր անձը, պիտի կորցնի այն, եւ նա որ իր անձը ինձ համար կկորցնի, պիտի գտնի այն։ Ուրեմն մեր անձի ուրացման ճանապարհով պիտի գնանք։ Ինչ է ասում բարգավաճման ավետարանը։ Եվ առաջնահերթ նրանց գլուխ գործոց քարոզիչներից մեկը Ջոլ Օստին։ Այս մարդու եկեղեցում ամեն անգամ 30-ից 40 հազար մարդ է հավաքվում։ Վաու։ Սարմանք 30-ից 40 հազար մարդ։ Եվ այնտեղ կան շատ մուսուլմաններ, բուդդիստներ, հինդուականներ, աթեիստներ եւ տարիներ շարունակ գոյատևում են այնտեղ։ Որտեւ այնտեղ ոչ թե այս ավետարանն է քարոզվում, այլ քարոզվում է բաներ, որ բոլոր մարդկանց ձեռք է տալիս։ Հոգեբանություն է, փիլիսոփայություն է։ Այս աշխարհի համար լավագույն բաները քարոզվում է եւ Աստծո անվան տակ, որ Աստված է տալիս։ Եվ սա կոչվում է positive thinking։ Եթե դրական մտածելակերպ ունես, կյանքիդ մեջ ամեն բան հստակ կգնա։ Եթե ոչ, կյանքիդ մեջ փորձություններ պիտի գա։ Հիսուս երբ որ ասաց ձեր կյանքերի մեջ փորձություններ, նեղություններ պիտի գան, ասաց որ եթե պոզիտիվ մտածեք չի գա։ Պիտի գան։ Ուրեմն այս ազնվորությունը մի գիրք գրեց, որ կոչվում է Your Best Life Now։ Քո լավագույն կյանքդ հիմա։ Բաղալիքը։ Այս կյանքն է լավագույն։
որ հավատացյալի հոգին պիտի տրտմի այս կյանքի համար։ Մեր հոգին պիտի տանջվի, որտեղ այս մեղսալից աշխարհի մեջ ենք մենք։ Feel good, look good։ Լավը զգա, լավ երևա։ Արտաքինից սա է։ Աշխարհն էլ այդ բանը մտածում, փնտրում։ Հետևաբար նրանց քարոզած ավետարանը, այսպես ասած, բարգավաճման ավետարանը, նաև աշխարհի մարդկանց էլ է ձեռք տալիս։ Նրանք էլ շատ ուրախ են դրա համար։ Եվ աթեիստ, անհավատ մարդիկ այդ եկեղեցիներում տարիներ շարունակ գոյատևում են, որովհետև խոսք չկա դատաստանի մեղքի գալիք դատապարտության վրայով։ Փրկության ավետարանը տալիս է փրկություն եւ այդ փրկության որպես հետևանք հույսը, որ այդ փրկությունը պիտի իրականանա եւ մեզ տալիս է խնդություն, joy։ Պետրոս առաքյալը այսպես է գրում առաջի Պետրոս 1:9 որպես ձեր հավատքի արդյունք հոգիների փրկությունը ընդունեցիք, այո, երբ որ հավատացինք ճշմարտության խոսքին, այդ փրկությունը մենք ունեցանք, Քրիստոսով մեզ փրկություն եղավ, մեր մեղքերին թողություն եղավ։ Եվ ապրում ենք հաստատ հույսով, որ մենք գալիք ժառանգության ժառանգորդներն ենք, եւ անկախ այն բանից, թե այս կյանքի մեջ մենք ինչերով ենք անցնում, անկախ կյանքի իրավիճակներից, մեր սրտերի մեջ կա այդ ցնծություն, այդ ջոյը, այդպես է թե չէ։ Փակ Տիրոջ, այո, այդպես է։ Ինչ է ասում բարգավաճման ավետարանը։ Հիշեք, սկզբում Հիսուս բառը անգլերենով գրված էր եւ նրա մեջ եղած երկու էսերը դոլարի նշանով։ Այս ավետարանը բարգավաճման տալիս է առողջություն, հարստություն, երջանկություն։ Աշխարհի մարդիկ ինչ են փնտրում։ Առողջ լինեն, հարուստ լինեն, ուրախ կյանք ունենան։ Հա? Նրանց բոլորին էլ ձեռք է տալիս այս ավետարանը։ Բայց միթե լավ չէ այս բաները։ Լավ բաներ են աշխարհի սկզբունքով, սակայն Սուրբ գրքի հետ ոչ մի կապ չունեն, ոչ մի հիմք չունեն։ Եվ սրանց քարոզիչները հետևորդներին խոստանում են հարուստ լինել։ Մի քանի համարներ վերցրել են, հարմարացրել են եւ ասում են, սրանց հիման վրա հավատացյալ ես, անպայման դու հարուստ պիտի լինես։ Եվ առաջի նրանց բերվածը համարը Մաղաքիայի 3-րդ գլուխն է, ինչի մասն է, 10-րդ եւ խեղդում են հավատացյալին։ Ձեր 10-րդները պիտի տակ, այլապես Աստված ասում է այսպես եւ այնպես։ Իսկ եթե տակ, Տերը ասում է ինձ փորձեք, միթե երկնքի պատուհանները չեն բացելու։ 10-րդը հին ուխտի օրենքի պատվիրան էր։ Նոր ուխտի մեջ Սուրբ Հոգու ներգործությանն է թողնված եւ հավատացյալի գործակցությունը Սուրբ Հոգու հետ։ Աստված ներգործում է եւ հավատացյալը Աստծո ներգործության համեմատ իր սիրտը բացում է այս հարցով։ Բայց նրանց առջև դա դրված է եւ ոչ միայն դա, այլ նաեւ ընծայել պիտի տակ։ Ընծա, առանձին։ Ընծան ինչքան է, ինչ տան 10-րդից ավել։ Մի խոսքով աշխատավարձ առնեն միանգամից իրենց ներկայացնեն։ Մի քանի համարներ Ֆիլիպպեցիս 4:19 ասում է. Աստված ձեր ամեն պետքերը պիտի լեցնի իր ճոխության չափով Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Այո, եւ լեցնում է, եւ տանիք է տալիս, կերակուր է տալիս, աշխատանք է տալիս, չէ՞։ Հա, անոթի մնացիք։ Տալիս է Տերը, բայց սա չի նշանակում անպայմանորեն նյութական առատություն պիտի տա։ Հիսուսի համար գրված է. նա որ հարուստ էր, մեզ համար աղքատացավ, որպեսզի մենք իր աղքատանալով հարստանանք, Քրիստոսը մեր հարստությունը, եւ սա իրական հարստություն է, որովհետեւ այդ ամեն բաները մի օր պիտի անցնեն, այս կյանքի համար է, այս կարճ կյանքի համար է, այդ ամեն ունեցվածքը։ Եվ Տերը ինչ ասում, ձեր գանձերը երկնքում դիզեք եւ ոչ թե այս երկրի վրա։ Տեր Հիսուսի կենցաղը քննեք ավետարանների մեջ։
աշակերտների, առաքյալների կենցաղը քննեք։ Բարգավաճման ավետանի համեմատ էր։ Հա? Որդին մարդու գլուխը դնելու տեղ չունի։ Անկամ երկնքի թռչունները բներ ունեն։ Հա, բայց որդին մարդու գլուխը դնելու տեղ չունի։ Կամ առաքյալների կյանքը, ինչպիսին էր դա։ Միթե Աստված չի կարող տալ։ Կարող է եւ տալիս է իր կամքի հիման վրա, եւ Տերը գիտի ում է տալիս։ Սատանան էլ իրեններին է տվել, չէ՞։ Այնքան անհավատ միլիարդատերներ կան, Աստված է տվել նրանց։ Ոչ։ Իրենց պապան է տվել։ Աստված էլ իրեններին է տալիս եւ գիտի ում ինչ չափով կտա։ Եվ նրանք ովքեր որ Աստծո դաշտի մեջ են ներդնում, որպեսզի երկնքում առնեն, Աստված մեծապես այդ բանը օրհնում է։ Անմիտ հարուստի առակը հիշում եք, Ղուկաս 12-րդ գլուխը։ Այդ անմիտը նայեց իր դաշտերը մեծ բերք են բերել եւ ասաց. «Շտեմարաններս քանդեմ եւ ավելի մեծը սարքեմ եւ լեցնեմ այդ ամեն ունեցվածքս եւ իմ անձիս ասեմ. ով իմ անձս, շատ տարիների համար շատ ունեցվածք ունես, կեր, խմի, ուրախացի»։ Երկնքից եկավ պատասխանը. «Անմիտ, այսօր քու հոգիդ քեզանից պիտի պահանջվի, այդ ամեն եղածը ում պիտի մնա»։ Եվ նաև շարունակություն, Ղուկաս 12:21. «Այդպես է նա, որ իր անձի համար գանձ կդիզի, բայց Աստծով չի հարստանա, Աստծով չի իր հարստությունը, Աստծո տվածով չի իր հարստությունը»։ Մի երկու համարներ կարդանք, նախ Տիմոթեոսի թղթից, առաջի Տիմոթեոս 6:9, հետևյալն է ասում. «Բայց նրանց, որ հարստանալ ուզում են, ուրիշ բան է հարստության հասել ես արդեն, քու քրտինքիդ միջոցով, քու աշխատանքով, բայց դրանից հետո անընդհատ ձգտումդ հարստանալու հետևյալն է։ Բայց նրանք, որ հարստանալ կուզեն, կընկնեն փորձության եւ որոգայթի եւ շատ հիմարական ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ավերումի կամ կործանումի մեջ կընկղեն մարդիկ։ Վասնզի բոլոր չարությունների արմատը արծաթասիրությունը, դրամասիրությունն է, որին մեկ քանիները անձնատուր տալով, լինելով հավատքից մոլորեցան եւ իրենց շատ ցավերով խոցեցին։ Մի քանի համարել Հակոբոսի թղթից, Հակոբոս 5-րդ գլխի առաջի 3 համարներն է։ Աղի հիմա հարուստներ, լացեք, ողբացեք այն թշվառության համար, որոնք ձեր վրա պիտի գան։ Ձեր հարստությունը ապականած է եւ ձեր հանդերձները ցեցիկ կերակուր եղած։ Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած են։ Եվ անոնց ժանգը ձեր դեմ վկա պիտի լինի ու ձեր մարմինը պիտի ուտե կրակի պես։ Վերջին օրերի համար գանձ դիզեցեք, երկնքում ձեր գանձերը դիզեցեք։ Եվ տասնյակ այսպիսի համարներ, որոնք բացահայտում են, որ այս ավետանը, բարգավաճման ավետանը, սնոտի, ճղճիմ, մարդահնար ավետարան է եւ այն կոչվում է բարգավաճման։ Եվ անհավատ մարդիկ էլ այս ավետանի հետևից գնում են։ Երբեք նրանց կյանքը չի փոխվում, երբեք նրանք վերստին ծնունդ չեն ունենում, որտեղ նրանց անընդհատ այսպիսի նյութեր է մատակարարվում։ Այս վարդապետության քարոզիչները, սերներ, մեր նման չեն գնում, աշխատում, իրենց ճակատի քրտինքով, իրենց ընտանիքը պահում։ Այդպիսի բան չկա։ Նրանց կյանքը զեղ կյանք է, հղբացած, ցոփ կյանքով են նրանք ապրում։ Եվ հավատացյալից հավաքած այդ դրամները հավատացյալներից մեծ տրամաչափի խողովակով անմիջապես իրենց բանկային հաշիվների մեջ են նստում։ Եվ եթե Եվրոպա պիտի գնա ճանապարհորդության, հյուրանոցային մեկ համարը $10,000 է սկսում։ Ինչ կարող եք ասել սրան։ Արդեն զզվելի է դրանց այդ ունեցվածքների եւ այդ բաների մասին խոսելը։ Բայց ամենացավալին գիտեք որն է, որ նրանք օրտնված լինելը ներկայացնում են նյութական քու ունեցածդ ստացվածքների ինչքերի չափով։ Որքան շատ ունես, այնքան աստուծո շատ ես օրտնված։ Եթե չունես,
Անիծված ես, անգամ եթե դու նվիրյալ հավատացյալ ես, անգամ եթե ամբողջ օրը Աստծո հետ ես անցկացնում, բայց չունես, Աստված քեզ չի օրհնել։ Հիսուսի հաշվին հարստացողներ։ Նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկը T.D. Jakes, լսել եք, T.J. Jakes, եթե հավատացյալը սովորական տանն է ապրում, այսինքն վարձ է տալիս, անեծքի տակ է։ Հավատացյալ ես անպայման դղյակ պիտի ունենաս, որովհետև իրենք բոլորն էլ ունեն։ Իրենց չափանիշով չափում են նաև մյուսներին։ Բայց մյուս կողմից էլ տերունական աղոթքն են ասում, որի մեջ զած մեր հանապազորդ մեզ այսօր տուր։ Հանապազորդ հացդ ես խնդրում, բայց զեղության մեջ ես ապրում։ Եվ երբևէ մտածում ես Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Միջին Արևելքում, այլուր քրիստոնյաներ, ովքեր որ հացի կարոտ են, նրանց մասին մտածում ես, ոչ, բայց զեղությունը աչքերդ կուրացրել է։ Մյուս կարևոր հարցը, որ բարգավաճման ավետանը առաջ է բերում, դա առողջ լինելու հարցն է, որ հավատացյալ ես անպայման առողջ պիտի լինես։ Եթե հիվանդ ես, իրենց մեջիկ անող քարոզիչները անմիջապես քո հիվանդություններից հետ քեզ կբժշկեն, հետևաբար առողջություն, բժշկություն, սա մեկ ուրիշ առիթով մի ամբողջ ժամ պիտի խոսենք, երբ որ քննելու լինենք Մարկոսի 16-րդ գլուխը։ Ուրեմն բարգավաճման ավետարանը սիրելիներ, մարդահնար ավետարան է, այն սուրբ գրային հիմք չունի, իսկ այս ավետարանը, որ մենք քարոզում ենք, որ մեր կյանքներ սրանով ապրում ենք, կոչվում է փրկության ավետարան։ Գտեք միտեղ սուրբ գրքի մեջ, որ ասվի բարգավաճման ավետարան։ Չկա։ Սակայն Փիլիպեցիս 1:13 համար, երբ լսեցինք ճշմարտության խոսքը, մեր փրկության ավետարանը, որին հավատալով, խոստացյալ օրհնյալ Սուրբ Հոգու կնիքով կնքվեցինք, որ մեր ժառանգորդ լինելու գրավականն է, մեր փրկության ավետարանը։ Այս ավետարանը զգուշացնում է մեղքի, դատաստանի եւ դժոխքի մասին, ատում է մեղքը եւ բացահայտում է ճշմարտությունը, քարոզում է Աստծո սերը եւ անպայմանորեն նաեւ արդարությունը, հրամայում է ուրանալ անձդ, տալիս է փրկություն, հույս եւ ուրախություն քո սրտիդ մեջ։ Այս ավետարանը մեր կյանքի ուղեցույցն է եւ նրա անբաժանելի մասը։ Եթե մեկ առաջնորդվում է այս ավետարանով, օրհնյալ է։ Եթե մեկը այդ սնոտի ավետանի հետևից է գնացած, բարգավաճման ավետարան, քաջալերում ենք այդ գաղափարները մերժի եւ ճշմարիտ ավետանի հետևից գնա։ Տերորդն իր խոսքը, Տերորդնի ձեզ բոլորիդ։ Եվ եթե կան մարդիկ, որ դեռևս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ չեն ընդունել, մենք քաջալերում ենք եւ Տերը այդ բանը հրամայում է մարդկանց եւ մենք էլ Աստծո կողմից դեսպանություն ենք անում, ասելով, որ Տիրոջ հետ հաշտվեցեք, ընդունեք ձեր մեղքերը, խոստովանեցեք Քրիստոսի առջև միմիայն եւ Հիսուս Քրիստոսի արյունը ձեր բոլոր մեղքերը կսրբի եւ դուք կդառնաք Աստծո որդիներ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ եւ իր խոսքը ամեն։ I need
մշակներ